Բարև ձեզ, Երևան Today հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի ԵՍՄ նախաձեռնության ղեկավար տնտեսագետ իրավաբան Նաիրի Սարգսյանին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ ենք հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Սարգսյան, սկզբի համար անդրադառնանք Գյումրու եւ Փարաքարի թիմ ընտրությունների արդյունքներին, ինչպես կբացատրեք։ Կամ կմեկնաբանեք։ Ես դրական եմ վերաբերվում արդյունքներին, նամանավանդ վերջին ժամանակահատվածում, երբ որ հասարակության մոտ կար այդպես որոշակի թերհավատություն այս իշխանության տապալման եւ լավ էր, որ հենց երկու համայնքներում էլ թիմ ընտրությունները դարձան քաղաքական ընտրություններ եւ ընդդիմությունը ապտակ հասցրեց գործող իշխանություններին, հատկապես Փարաքարում դա շատ ավելի ակնհայտ էր ու բացարձակ հաղթանակ էր։ Գյումրիում հաշվի առնելով կոնկրետ ֆիգուրները, կոնկրետ տեխնացուները, որը որ թիմ ընտրություններում սովորաբար լինում է հետեւյալ կերպ։ Անձից կախված իրենց բարեկամության թվականակից, տվյալ քաղաքում իրենց ունեցած դիրքից, անձնական վարկանիշից եւ այլն, եւ իհարկե հաշվի առնելով իշխանական ռեսուրսի չարաշահումը, ընդ որում բավականին լուրջ չարաշահումը, եւ այլ բարձրաձայնված խախտումների մասին, ընդհանուր մինչեւ հոսանքանջատումներ եւ այդ ընթացքում լցոնումներ, խոսում են նաեւ աղրկալակից մեր հայրենակիցների Գյումրի բերել եւ քվեարկելու վերաբերյալ հաշվի առնելով բոլոր տեսակի դրախախտումները, լավ են գնահատում իրավիճակը եւ դրական են դրամադրված ես։ Իսկ ինչ եք կարծում այս ընտրությունները ինչ որ կերպ բացատրում են կամ հիմնավորում են մանդատը վայր դրած ԿՊԱ-ական տեսակետը, որ 2026-ին էլ իշխանության չեն լինի։ Միանշանակ մինչև ընտրությունները իմ մոտ կար ձևավորված համոզմունք, որ այսպես թե այնպես 2026-ին սրանք իշխանության չեն լինի, բայց այլ հարցեր դատողություններով առաջնորդվել եւ դատողությունները անդադարությանը հասարակության ներկայացնելը, այլ հարցեր, երբ որ դատողությունների հիմքում նաեւ կան կոնկրետ փաստեր։ Եվ այո, դա փաստերից մեկն է, որ այս իշխանությունը 26 թվականին չի կարող վերարտադրվել։ Պարոն Սարգսյան, մարտի 29-ին հանրահավաք տեղ ունեցավ արցախցիների մասնակցությամբ, ազատության հրապարակում վրաններ են տեղադրել, կառավարությանը մեկ շաբաթ ժամանակ են տվել, քննարկեցին արժանապատիվ կեցության, գերիների վերադարձի եւ այլ վերադարձի իրավունքի հարցեր։ Ինչ եք կարծում, նրանց աջակցության դադարեցումը ինչ հետևանքներ կունենա։ Ես կդժվարանամ այս հարցին պատասխանել, որովհետեւ արցախցիները ունեն առանձնահատուկ հոգատարության կարիք եւ դա Հայաստանի իշխանությունների պարտավորությունն է, որ դա ապահովեն։ Բայց հարցը մի քիչ ավելի խորն է, գոյություն ունեն այստեղ գերակայություններ, առաջնահերթություններ, որն է առաջնահերթությունը հայրենազրկվել է եւ Արցախ ամբողջությամբ հանձնել է ու դրա համար որևէ պահանջ չներկայացնելը, թե սոցիալական խնդիրներով պայմանավորված պահանջ ներկայացնելը։ Դրա համար ես փորձում եմ չեմ, որովհետեւ միայն սոցիալական պահանջ չեն ներկայացնում։ Ես դրա համար ասում եմ, որ շատ նուրբ է հարցը, բայց հարցին այդպես միանշանակ չենք կարող անդրադառնալ։ Ինչ վերաբերում է իշխանության վարքագծին, իշխանությունը պարտավոր է այն անձանց ապահովել կեցության նվազագույն պայմաններով, որը նրանից հենց այս իշխանությունը խլել է։ Հետևաբար սա ոչ թե կլինի վերաբերմունք կամ կլինի իշխանության բարեկամքի դրսևորում, այլ դա կլինի ուղղակի պարտավորություն իր կատարած չարիքի հետևանքների վերացման ուղղված։ Այդ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին համոզում էին, որ իրենց վճարած հարկերը ամբողջը գնում է Արցախ, հիմա համոզում են, որ այդ հարկերը գնում է բռնագաղթված արցախցիների գրպանը, հիմա ոչ Արցախը կա, արցախցիների աջակցությունն դադարեցնում են, բա այս հարկային անընդհատ բարձրացումը հիմա ինչպես են մեկնաբանելու։ Նախ այն թեզը, որը որ տարիներ շարունակ այդպես կեղծիքները ներկայացել են հանրությանը, թե Հայաստանի փողերը գնում են Արցախ, դա այդպես չի։ Հայաստանի Հանրապետության միջոցով Արցախը ներկրումներ էր իրականացնում, Հայաստանի Հանրապետությունը վճարում էր մաքսատուրք, վճարում էր ավելացված արժեքի հարկ եւ եթե շատ այդպես կոպիտ ձևակերպենք, ապա արցախցիների Հայաստանում վճարած հարկը ուղղվում էր արցախցիներին։ Հետևաբար այդ կեղծ թեզերը, որ Հայաստանն է պահել Արցախը, դա իրականության հետ աղերս չունի։ Այո, Հայաստանը աջակցություն ցուցաբերել է, Հայաստանը նաեւ պարտավոր էր աջակցություն ցուցաբերել, ինչի եւ մի կողմ դնենք թերացել է, թերի է կատարել, պատշաճ կերպով է կատարել, այնուամենայնիվ պարտավոր է եւ որոշակի բան կատարել է։
Բայց նորից եմ կրկնում, թեզը, որ Հայաստանն է Արցախին պահել, իրականության չի համապատասխանում։ Արցախի վճարած հարկերը Հայաստանի Հանրապետությունում ուղղվել են հենց Արցախին։ Ինչ վերաբերում է հարկերի բարձրացմանը, այսինքն արդեն դուրս կանք Արցախ եւ Արցախահայերից, որովհետեւ դա Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ հայության խնդիրն է, որովհետեւ հարկերի բարձրացումը իր հետ բերում է գնաճի, առաջնային հենց ազդեցությունը հասարակության վրա գնաճն է, հաջորդ ազդեցությունները լինում են մանր միջին նամանավանդ միկրոձեռնարկությունների փակումներն իրենց հետ շղթայական ռեակցիայով բերում են բնականաբար գործազրկության աճ, գործազրկության աճը հանգեցնում է աղքատության ավելացման, աղքատության ավելացումը հանգեցնում է արտագաղթի տեմպերի արագացման եւ այսպես շարունակ, այսինքն հարկերի բարձրացումը, որը որ հիմնավորված չէ, հարկային բեռը պետք է լինի տանելի, հարկային բեռը պետք է լինի արդյունավետ եւ ընդունելի բոլոր կողմերի համար, եւ եթե այս սկզբունքներով չեն առաջնորդվում, ապա սա Հայաստանի ապամոնտաժման ընդհանրապես ուղղություններից մեկն է։ Մեկ այլ լրացուցիչ խնդիր է դարձել Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Քաղաքացիները կարծում եմ դեռևս լիարժեք չեն պատկերացնում դա ինչ է իրենից ներկայացնում, իշխանությունները ինչ որ գուցե կեղծ թեզեր են դաշնետում, որ դուք դրանով գումարներ եք վերադարձնում, չգիտեմ, դա ձեզ մի բան էլ օգուտ է, կխնդրեմ մի փոքր ներկայացնեք սա ինչի մասին է եւ ինչքանով է իշխանությունների այդ դիտարկումները համապատասխանում իրականությանը։ Իշխանությունները իրենց դերի մեջ են, իշխանությունները կրկին անգամ ստում են, սա միշտ պետք է ֆիքսել։ Եվ իշխանությունների թեզերը, որ դա դրական է, բազմիցս նամանավանդ վերջին մի քանի ամիսների ընթացքում հրապարակային հայտնել ենք բոլոր բացասական հետևանքները եւ իշխանությունների ներկայացրած իբր թե ճակերտներում դրականների մերկությունը բազմաթիվ անգամ ներկայացրել ենք, ընդ որում առաջարկել ենք էկրաններից են կողմ, քանի որ նրանք շատ դեպքերում վախենում են մարդկանց դեմ առ դեմ հանդիպել եւ խոսելուց, էկրանից են կողմ մեկնաբանություն տան ու այդ մեկնաբանությունը երբևէ չենք լսել։ Ինչ վերաբերում է հայտարարագրին 2023 թվականին, 24 թվականին ներողություն 223 միլիարդ դրամով պետական բյուջեի եկամուտները չեն կատարել 2025 թվականի համար շուրջ 200 միլիարդ դրամով ավել են պլանավորել եկամուտները, այսինքն նշանակում է, որ 2024-ի չկատարած բեռը եւ 2025-ի ավելացված բեռը տրվում է հասարակության ուսերին եւ քանի որ ներուժ չունի տնտեսությունն այդ հարկերը հավաքագրելու, այսինքն բիզնեսը չի կարողանալու այդքան հարկը վճարի, ինչ պետք է անեն։ Պետք է հարկային այդ բեռը համատարած բաշխում իրականացնեն ամբողջ հասարակության վրա։ Ու ինչ տեղի կունենա։ Օրինակ, հասարակարդ գյուղացիներին վերաբերելի հարց։ Գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցները, եթե իրենց այդ ինչ որ պահվող կենդանիներին, որոնք որ հենց բուծում են վաճառքի նպատակով, տարատեսակ սոցիալական խնդիրներ լուծելու նպատակով, եթե մորթում եւ վաճառում են 20% պետք է հարկ վճարեն։ Նորից այստեղ շեշտեմ, թող իշխանությունից որևէ մեկը դուրս գա եւ հակադարձի այս թեզին, այդպես է թե այդպես չի։ Թող ասեն, որ այդպես չի։ Մի հատ ապտակել է տեղ ուտեն, էլի։ Տեսեք, հաջորդ խնդիրը միմյանց միջև փոխանցումների իրականացումն է։ Ես ձեզ գումար եմ փոխանցում, դուք ինձ գումար եք փոխանցում, մենք փաստաթղթավոր ենք։ Հայաստանում գոյություն ունի միմյանց հետ հարաբերությունների, ֆինանսական հարաբերությունների կամ փոխառությունների, նվիրատվությունների կարգավորման մեկ իրավունք, դա քաղաքացիական իրավունքն է եւ ոլորտը կարգավորվում է քաղաքացիական օրենսգրքով։ Քաղաքացիական օրենսգրքով մեր մշակույթից սովորաբար կիրառվող մշակույթից տարբերվող իրավիճակ ներկայացում։ Այսինքն ես Աննայից պարտքով փող ներգրավելու համար ընդհանրապես բանավոր խնդրանք եմ ներկայացնում, Աննան ինձ կամ չի մերժում կամ մերժում է։ Եթե չի մերժում, վճարում է ինձ, բայց պատկերացրեք իրավունքի տեսանկյունից ինքը պարտադիր պետք է ունենա գրավոր կնքված պայմանագիր։ Այսինքն մենք պետք է նախ կարողանանք, եթե Հայաստանի Հանրապետությունը գնում է համատարած հայտարարագրման այդպես պարտադիր ներդրման ճանապարհով, ապա դրանից առաջ նախ պետք է մշակութային փոփոխություններ իրականացնի։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը պարտքով փող վերցնելու ժամանակ մարդիկ միմյանց հետ պայմանագիր կնքում են թե չէ։ Մի հատ գնացեք այս հարցերը լուծեք, հետո նորեք եք հայտարարել։ Այստեղ իսկ մեքենա տուն վաճառելիս շատ դեպքերում չեն կնքում այդ պայմանագիրը, նման բոլոր դեպքերում պայմանագրի բացակայությունը հանգեցնելու է 20% հարկման։ Այսինքն 100,000 դրամ, եթե ես պարտքով փող եմ ձեզանից վերցնում, 100,000-ից 20,000-ը պետք է տանեմ հարկ վճարեմ։ Հաջորդը 100,000-ը հետ վերադարձրեցի, դա 20,000 դուք պետք է վճարեք։ Այսինքն շրջանառվեց 100,000 դրամ, որևէ մեկս եկամուտ չստացանք, բայց արդյունքում յուրաքանչյուրս 20,000 դրամ հարկ վճարեցինք։
Այդպես դուրս է գալիս, որ տոկոսով փող ենք տրամադրում միմյանց, բայց տոկոսը վճարում ենք պետությանը։ Իրենք այսպիսի մի թեզել են առաջ քաշում հայտարարագրման հետ կապված, որ դա կոռուպցիայի դեմ պայքարի միջոց է։ Բայց մենք գիտենք, որ կոռուպցիան հիմնականում կապված է լինում պաշտոնատար անձանց հետ, իսկ պաշտոնատար անձինք մինչ այսօր ներկայացնում էին պարտադիր իրենց հայտարարագրերը։ Այս դեպքում ինչի համար է այս թեզը կամ ինչպես են պատրաստվում համընդհանուր հայտարարագրմամբ կոռուպցիա կանխել։ Ես զարմանում եմ, որ դուք լուրջ եք վերաբերում Նիկոլ Փաշինյանի նախադասություններին։ Իրականում ես երբեք լուրջ չեմ վերաբերվում, ուղղակի քաղաքացիների համար ավելի հասկանալի լինելու համար մենք պետք է բացենք։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը դրանով ոչ միայն սուտ է խոսում, այլ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ամբողջ հայ հասարակությանը կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մեջ։ Տեսեք, իմ հարևան Վոլոդիային, ձեր բարեկամ Կիրակոսին, ով որ պետական պաշտոնյա չի, ով որ գյուղացի մարդ է եւ չարքաշ կյանքով աշխատում հազիվ իր կենսական պայմաններն ապահովում է, ով որ գյուղում չի, բայց քաղաքում է հազիվ առավոտից երեկո, ընդ որում ժամով պայմանականորեն 9-ից 6-ը գնում է աշխատանքի, 6-ից հետո տաքսի է վարում, որպեսզի կարողանա ընտանիքի ծախսերը հոգա, այս մարդուն Նիկոլ Փաշինյանը անամոթաբար մեղադրում է կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մեջ։ Այս մարդը ինչպես կարող է կոռուպցիոներ լինել, ինչպես կարող է կաշառք ստանալ, այդ ինչ ծառայություն պետք է մատուցի, այդ ինչ պաշտոնական դիրք պետք է չարաշահի, այդ ինչ իրենց դիմողի համար բարենպաստ պայման պետք է ապահովի։ Հետևաբար սա հերթական սուտն է ու կեղծիքն է, փոխկապակցված 2018 թվականին իր իշխանության գալու ժամանակահատվածի հետ, երբ որ մինչև դա էլ թեզեր էր անդադ շրջանառվում, որ Հայաստանը չի զարգանում, որովհետև կոռուպցիայի մեջ թաթախված է ամբողջ պետական ապարատը, 7 տարուց ավել է մոտավորապես, 7 տարի է իշխանության է, 7 տարվա մեջ Հայաստանի Հանրապետությունը չի զարգացել, հակառակը շատ ավելի փլուզման եզրին է կանգնած, Հայաստանում կոռուպցիան չի վերացել, չի նվազել, ավելին շատ դեպքերում նաև օրինակ Հաշվեկնիչ պալատի եզրակացությունը, տարեկան եզրակացությունը վկայում է, որ Հայաստանի Հանրապետության պետական գնումների մոտավորապես կեսը մեկ անձից գնումներով է իրականացվել։ Սա հենց ուղիղ կոռուպցիոն դրսևորում է, ուղիղ։ Հիմա հետ վերադառնանք նորից կոռուպցիայի կանխարգելմանը կամ բացահայտմանը։ Է շատ լավ, եթե կոռուպցիայի կանխարգելման նպատակ եք հետապնդում հայտարարագրերով, ուրեմն հայտարարագիր թող ներկայացնեն բացառապես պետական պաշտոնյաները եւ նրանց հետ փոխկապակցված անձինք։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում ասել զոքանչների անունով տանում տներ եւ այլն են գրում։ Նիկոլ Փաշինյան, դու եւ քո զոքանչը շատ հեշտ է զոքանչին բացահայտել։ Դու եւ քո զոքանչը գնացեք հայտարարագիր ներկայացրեք։ Ընդ որում հայտարարագիր ներկայացնել, եթե այդպես հեշտ հասարակ ու ոչ ծախսատար երևույթ էր ու ոչ վտանգավոր երևույթ էր, դու Հայաստանի Հանրապետության վարչապետն ես։ Ցավալի է, բայց փաստ է, դու Հայաստանի Հանրապետության վարչապետն ես, դու քո հայտարարագիր ներկայացնելու համար ֆինանսների նախարարին էր հրավիրել, փոխվարչապետներին էր հրավիրել, պետեկամտի կոմիտեների նախագահին էր հրավիրել, ու դու չէիր կարողանում լրացնել։ Բանկ էիր զանգել։ Բանկ էիր զանգել, այո։ Այ դուք խոսեցիք ծախսատար լինելուց նաև, այդ հայտարարագրումը ինչ ֆինանսական բեռ է հավելյալ քաղաքացու վրա։ Առաջին հերթին 3000 դրամ տարեկան սպասարկման վճար էլեկտրոնային ստորագրության, այսինքն առանց ինչ որ բարիք չստանալու դիմաց 3000 դրամ յուրաքանչյուր տարի պետք է քաղաքացին վճարի, ուղղակի պետք է վճարի։ Ասում է ինչի վճարելու։ Դա հերթական սուտն էր Նիկոլ Փաշինյանի, բայց որ դուք էլ կմտնեք եկենք կետեյեմ, այնտեղ բերում է լիստը, որ դա վերաբերում է միայն 2025 թվականին, ինչու է 2025-ին վերաբերվում, որովհետև այդ թվում դա խնդիրներից մեկն էր, որը որ բարձրաձայնում ենք, այդպես որոշեց հասարակությանը մոլորեցնելու ճանապարհով իբր թե այդ ծախսատարությունը չկա, մի հատ էս դիմադրությունը ջարդի, հենց սահուն կերպով կարողանա համակարգը ներդնի, արդեն հաջորդ տարի 3000-ները պետք է վճարեն։ 6000 դրամ տարեկան պետք է վճարի ինչ որ կապի օպերատորի, որովհետև էլեկտրոնային ստորագրությունը փոխկապակցված է քարտի հետ եւ պետք է ունենա պարտադիր յուրաքանչյուր քաղաքացի առանձին քարտ, որ էլեկտրոնային ծառայություն է սպասարկելու։ Սա արդեն եղավ 9000 դրամ։ Շատ դեպքերում հեռախոսները, օրինակ, չգիտեմ, մարդկա մի հեռախոս է օգտագործում, մարդկա երկու հեռախոս է օգտագործում, բայց քանակի ավելացումը կարիքից ելնելով արինում միշտ։ Եվ հեռախոսների քանակը նշանակում է, որ բնիկները զբաղված են այլ քարտերով կամ նոր սերնդի հեռախոսներ, ընդհանրապես դա էլ չունեն, QR կոդերով են ադապտացիաները կատարվում։
Այսինքն դուրս է գալիս, որ մարդ մի հատ էլ հեռախոս պետք է պահի, որպեսզի այդ էլեկտրոնային ստորագրության համար նախատեսված քարտ տեղադրի, որպեսզի կարողանա ակտիվ պահի։ Մի հատ էլ 10,000 դրամ են ամենաէժան հեռախոսներից։ Մի հատ էլ 10,000 դրամ պիտի հեռախոսի համար վճարի։ Պետք է յուրաքանչյուր մարդ չի կարող բնականաբար լրացնել, որովհետև դա պահանջում է մասնագիտական գիտելիք եւ հմտություն։ Սա ովքեր որ ասում են անձը կարող է լրացնել, թող Նիկոլ Փաշինյան լրացման վիդեոռոլիկը ուղղակի միացնեն ու նայեն, տեսնեն, որ որևէ մեկը դա չի կարող լրացնել։ Հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական կազմակերպությունները, ովքեր որ կլրացնեն անձանց փոխարեն դա, մոտավորապես միջինում 30,000 դրամի չափով կարող է այդ ծախսը առաջանալ։ Ինչու 30,000-ի, որովհետև շուկայում եղել են առաջարկներ, մինչև մեր կողմից դեմի ակցիան մեկնարկելը, շուկայում կային նույնիսկ 3,000, 5,000 դրամով առաջարկ իրականացնողներ, բայց այդ առաջարկ իրականացնողները պատկերացում չունեին քաղաքացիական օրենսգրքի 595 հոդվածի մասին, 878 հոդվածի մասին, չգիտեին, որ պետք է փաստաթղթավորեն եւ այլն։ Հենց արդեն մենք իրազեկեցինք, հասկացան, որ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի պետք է ունենա հաշվապահական հաշվառման պապկա, պետք է յուրաքանչյուր ընտանիք ունենա իր հաշվապահը, տեսեք, աբսուրդը ինչու՞մ է կայանում։ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ընտանիք նույնիսկ իրեն սպասարկող բժիշկը չունի, բայց պետք է իրեն սպասարկող հաշվապահ ունենա։ Աննորմալության գագաթնակետը մի հատ պատկերացրեք։ Սա 30,000 դրամ մոտավորապես այդպիսի ապահովված ծախսի իրականացման համար գումարած հարկային բեռի ավելացումը կախված անձանց շրջանառությունից։ Հիմա տեսեք, 3 դեպք նորից վերլուծենք։ Առաջին դեպքը, երբ որ մարդը ցանկանում է Նիկոլ Փաշինյանի այդքան գովերքած Իտալիայում գնա սուրճ խմի եւ հետ գա, գոյություն ունի էժան low-cost ավիափոխադրող, որ էժան տոմս կարող է վաճառել, այսինքն պլանավորեք մի տարի հետո գնալ, հնարավոր է 100 եվրոյի շրջանակներում մեկնելու եւ հետ վերադարձի տոմսերի համար վճարել։ Նաեւ շուտ ամրագրման դեպքում կամ տարբեր պատճառաբանությամբ էժան հյուրանոցային կամ հյուրատնային պայմաններ կարելի է ստանալ, մոտավորապես, չգիտեմ, 500 եվրոյի շրջանակներում հնարավոր է գնալ Իտալիա եւ հետ վերադառնալ, բայց Իտալիա գնալու համար նախ պետք է ստանալ վիզա։ Վիզա ստանալու համար նախ պետք է ունենալ բանկային հաշվին շրջանառություն շարժ։ Պետք է ունենալ դրամական միջոցների մնացորդ։ Հիմա եկեք շատ ամենա այդպես թեթև իրավիճակը դիտարկենք։ Ենթադրենք մասնագետները խորհուրդ են տալիս, որ ամսական աշխատավարձը 400,000 դրամի սահմաններում պետք է լինի, բայց մարդը ամսական 400,000 դրամ աշխատավարձ չի ստանում, ստանում է 150,000 դրամ աշխատավարձ։ Շատ քիչ մարդ է, որ ամսական 400,000 կարող է ստանալ։ Շատ լավ։ Հիմա 150,000-ը ստացաք, ինչ է կանում, որպեսզի դուք Իտալիայի վիզա ստանաք։ 150,000-ը կանխիկացնում եք, գնում եք ինչ-որ ապարատի միջոցով մուտքագրում եք, կանխիկացնում եք, մի հատ էլ եք մուտքագրում, որ 400,000 յուրաքանչյուր ամիս ապահովեք։ Այսինքն դուրս եկավ ամսական 250,000 դրամ չի հիմնավորված գումար մուտք եղավ ձեր բանկային շարժին։ Սա դուք ապահովեցիք, որ վիզա ստանաք, բայց իրականում եկամուտ չեք ստացել։ Դա ձեր նույն գումարն է, որը կանխիկացրել ու նորից մուտք եք կատարել։ Ուղղակի բանկային համակարգին ենք խաբել, այսպես ասած։ Այո, 250,000 դրամը, եթե բազում պատկում ենք 12-ով, ստացվում է 3 միլիոն դրամ։ 3 միլիոն դրամի 20% պետք է վճարեք հարկ, 600,000 դրամ։ Այսինքն Իտալիայի 500 եվրոին գումարվեց եւս 1500 եվրո իշխանությունների անադեկվատության, փնտիության, անգրագետության եւ այլնի պատճառով։ Գումարած մի հատ էլ վերջում պետք է դրամական, այդպես բանկային հաշվին դրամական միջոց ունենաք, վստահություն որպես ու երաշխիք, որ դուք չեք գնում եւ ինչ որ եվրոպական որևէ երկրի հաշվին այնտեղ ապրելու, այսինքն դուք ունեք բավարար չափի գումար, որ կարող եք տեղում ծախսել։ Պայմանական ընդունենք 2500 եվրոյի չափով էլ դա, այսինքն 1 միլիոն դրամ էլ դա է լինում։ 1 միլիոնն էլ գնում եք հարևանից պարտքով փող եք վերցնում, ասում եք հաշվին մուտքագրեմ, վիզա ստանամ, կանխիկացնեմ, բերեմ քեզ հետ վերադարձնեմ։ Եվս 200,000 դրամ էլ էստեղ գնաց, այսինքն 800,000 դրամ մոտավորապես կազմեց միայն վիզա ստանալու ծախսերը։ Երկրորդ դեպքը դուք միմյանց հետ փոխանցում եք կատարում, օրինակ ընկերուհիներով որոշում եք, որ գնում եք երեկոյան աշխատանքային ժամից հետո քաղաքի կենտրոնում նստեք, սուրճ խմեք եւ լիցքաթափվեք, առօրյայից որոշակի կտրվեք եւ այլն։ Եվ սուրճ խմել, քաղցրավենիք եւ այլն պատվիրելուց հետո որոշում եք, որ հաշիվը մարելու ժամանակ արդեն դուք ինչ որ մեկի վրա բեր չեք թողնում։ Նամանավանդ, երբ որ աշխատավարձով ապրող մարդը այդպես չի կարող իրեն ճոխություններ թույլ տալ, անդադ բոլորի այդպիսի բերը վերցնել իր վրա։ Որոշում են, որ Աննայի քարտից կատարվում է վճարում, բոլորը փոխանցում են Աննայի քարտի հաշվին։ Եթե քարտից քարտ է վճարումը կատարվում, այնտեղ մեկնաբանություն դաշտում նույնիսկ չեք կարողանա որևէ բան գրել։
որպեսզի անմիջապես նստի։ Եթե հաշվի համարից հաշվի համար, դուք պիտի սպասեք մինչև հաջորդ օրվա, այսինքն սրճարանում ամբողջ գիշեր սպասեք մինչև հաջորդ օրվա 12-ը, որ բանկային օրը ավարտվի, որպեսզի փոխանցումը կատարվի ու կարողանաք մարում կատարեք։ Նշանակում է ձեր սուրճ խմելու հաշվի փակելու համար, որ ընկերուները, մտերիմները, ընկերները եւ այլն փոխանցում են կատարել ձեր բանկային հաշվին, դրա 20%-ը պիտի հարկ վճարեք։ Սա էլ էսպես, եւ երրորդ դեպքը, որին ես շատ ցավոտ եմ վերաբերվում, գյուղատնտեսական արտադրանքը, այսինքն բոլոր մեր գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող հայրենակիցները իրենց աճեցրած բանջարեղենից պատրաստված բաղացուների համար, խմիչքների համար, չերերի համար տարբեր տարատեսակ ինչ կարելի է ստանալ եւ այդ թվում անասնաբուծությունից, այսինքն մսի վաճառքից ստացված եկամտի 20%-ը պետք է հարկ վճարեն։ Իսկ սա աննորմալություն է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը խնդիր ունի գյուղատնտեսության զարգացման, խնդիր ունի պայմանային անվտանգության ապահովման եւ դրա համար պետք են խթաններ, որպեսզի կարողանաք զարգացնել եւ ոչ թե հակառակը տուգանք։ Այսինքն 20%-ով էլ եթե ամբողջ գյուղատնտեսական արտադրանքի վրա լրացիչ հարկ է դրվում, դուք պատկերացրեք Հայաստանի Հանրապետության գյուղացի սոցիալական կարգավիճակը, պատկերացրեք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության աղետալի իրավիճակը եւ զուգահեռաբար խոսում է Թուրքիայի սահմանի բացման մասին, պատկերացրեք թուրքական ապրանքով Հայաստանի շուկան ողողելու մասին։ Ընդ որում, այստեղ ոչ թե պետք է կենտրոնանալ սոցիալական, տնտեսական խնդիրների ու հետևանքների վրա, այլ պետք է կենտրոնանալ կոնկրետ անվտանգային խնդիրների վրա։ Պետք է հարց բարձրանալ, այդ ինչ ստուգումներով, վերահսկողությունով է թուրքական գյուղատնտեսական արտադրանք կամ ցանկացած սնունդ մտնելու Հայաստանի Հանրապետություն, որով մենք ունենանք երաշխիք, որ դրանք ինչ որ գենետիկորեն մոդիֆիկացված չեն, այսինչ հիվանդությունը չեն առաջացնում, այնինչ բայց սական հետևանքը մարդու առողջության վրա չի առաջացնում եւ այլն եւ այլն։ Ասենք ընդհանուր մի հատ շատ մեծ խնդիրների բուր կա ավելանում Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա, այսինքն էլ հայտարարում, էլ հարկ տուգանքներ, էլ տրանսպորտ, էլ գնաճ, ինչ ասես լինում, ասենց ասած մեր քաղաքացիների գլխին, պլյուս անվտանգային խնդիրները, որ մենք անվտանգություն կարող ենք արձանագրել չունենք։ Այս ամեն ինչը ըստ ձեզ երբ է պայթելու, ինչ որ միտեղ պետք է, չէ՞, քաղաքացու այդ համբերության բաժակը լցվի, ինչ որ պայթյուն լինի, որտեղ ակնկալել դա կամ ակնկալել թե ոչ։ Կարծում եմ արդեն պայթյունը եղել է, քաղաքացիները ամեն օր իրենց վերաբերմունքը, ընդորում բացական վերաբերմունք արտահայտում են, վառ օրինակներ վերջինը զրույցի սկզբում որ խոսեցինք նաև Գյումրի եւ Պարաքարի ընտրությունները, այսինքն հասարակությունը, հայ հանրությունը իր վերաբերմունքը ցուցաբերում է։ Այստեղ մեղադրել հասարակությանը, որ ինչու պայթյուն չի լինում կամ ինչու հասարակությունը իր վերաբերմունքը չի արտահայտում, ես միշտ եղել եմ այդ կարծիքին դեմ, որովհետև շատ եղան նույնիսկ հանրահավաքներ, հանրահավաքների ժամանակ հայ ժողովուրդը ցույց տվեց իր կամքը, բայց ոչ թե ձախողեց հասարակությունը, այլ ձախողեց կազմակերպիչը։ Հետևաբար հանրությունը պատրաստ է, բայց կարծում եմ որոշակի էս փուլում շտապողականության դրսևորման որևէ խնդիր չունի, որովհետև բոլորը արդեն մտածում են դե առաջիկայում ընտրություններին եւ դրական ճանապարհով մենք կճանապարհենք սրանց իրենց կալանավայրերը։ Ուզում եմ ասեմ տուն, բայց կալանավայրեր իրենք միայն այլտեղ չգնալու չունեն սրանք։ Իսկ կհաջողվի արդյոք ընտրական գործընթացով ճանապարհել։ Ես ունեմ վստահություն, այո։ Շատ բարի, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։